Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում աղբանության աշխատանքներ իրականացնել են 2 հերթափոխով, ցերեկային հերթափոխի ընթացքում շահագործվել է 44, իսկ գիշերային հերթափոխի ընթացքում 40 տեխնիկա։ Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացնել են 303 սանմակրման աշխատակիցները, որը կազմում է գրանցված աշխատակիցների 91%-ը։ Մնացած 9% աշխատակիցները գտնվում են ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդի մեջ։ Փողոցների մաքրությունն իրականացվել է 9 կամազ եւ 12 կերշեր փոշեկուլ մեքենաներով։ Աշխատանքների իրականացման համար շահագործվել է Բելարուս տեսակի 6, Քաթ տեսակի 2 տրակտոր, 10 ինքնաթափ եւ 25 ջրցան մեքենաներ։ Հաշվետու ժամանակահատվածում ԵԱՍՄ համայնքային հիմնարկի թեժգից հեռախոսահամարին ստացվել է 49 զանգ, իսկ ակտիվ քաղաքացի հարթակով քաղաքացիների կողմից ստացվել է 107 հայտ, որից 44-ը գտնվում է ընթացիկ, 63-ը կատարված կարգավիճակում։ Նշեմ, որ Վիոլաջուր ընկերության կողմից Ավան, Նոր, Կերեբունի, Մալացիա, Սեբաստիա եւ Կենտրոն վարչական շրջաններում գտնվող 160 դիտահորից դուրս բերված աղբը հեռացվել է համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից եւ տարածքը բերվել է պատշաճ տեսքի։ Պարոն քաղաքապետ, միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ արդեն ձեռք բերված 15 հատ 15 խորանարդ մետր տարողությամբ հովո մակնիշի աղբատար մեքենաները գտնվում են Մայրաքաղաքում, այսօրվանից կմեկնարկվի հանձնման ընդունման process-ը, ավտոմեքենաները տեղզոնում հասնելուց եւ արդեն ապա պայմանագիր ունենալուց հետո մոտ 10 օր հետո կանցնեն աշխատանքի։ Շնորհակալ եմ, պարոն Կատվալյան, սա 15 նոր աղբատարների ձեռքբերումը նույնպես շատ կարևոր գնում էր, որ մենք այս տարի իրականացրել ենք եւ մենք փաստացի ամեն տարի մեր պարկը որոշ չափով թարմացնում ենք եւ սա հերթական չափականակն է, որով որ համալրում ենք մեր աղբատար մեքենաների ամբողջական պարկը, իհարկե հովանեսները ոնց որ մի փոքր դուրները չի եկել, որ այս ավտոմեքենան ենք հովո կոչում, բայց այնտեղ W-ով է, հետեւապես բոլոր համընկնումները պատահական են։ Եվ վստահ եմ, որ այս ավտոմեքենաները, այս աղբատարները մեր քաղաքին լավ կծառայեն։ Շնորհակալ եմ։